Կարծում եմ ճիշտ կլներ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կանչեր քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեջ եղող այդ կազմողներին, որոնք հակասահմանադրական կետ են մտցրել եւ հետագայում էլ այսպես ասեմ, վերարտադրվելուց հետո կասեն մենք նախապես ասել էինք, որ այդ հարցերով պիտի զբաղվենք, նախ սա սահմանադրության կոպիտ խախտում է, չի կարելի այդ կետի մասին լռել եւ կուզենք, որ նաեւ քաղաքական կուսակցությունները նման հարցերի մասին հստակ դիրքորոշում հայտնեն, որպեսզի նաեւ հավատացյալները կարողանան ճիշտ ընտրություն կատարել ապագա ընտրություններում, որպեսզի հետագայում չկհայտնվեն այնպիսի իրավիճակում, որ ազգային ինքնությունը եկեղեցին կորցնելու վտանգի առջև հայտնվեն իրենց հայրենիքում։ Եկեղեցին իր գործնեության մեջ պիտի ազատ եւ անկաշկանդ լինի, բայց տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյանի եւ իր կամակատարների կողմից ոտնահարվում են եկեղեցու եւ եկեղեցականների իրավունքները եւ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերվում հավատացյալների հանդեպ։ Կարծում ենք նաեւ կոռեկտ չէ, որ պետական պաշտոնյաները որոշ կարգալույծ հոգևորականների հովանավորչությամբ են զբաղվում, այդ թվում Արման Սարոյանի, Արամայիս Թոխմասյանի, Ստեփան Ասատրյանի եւ հովանավորչությամբ են զբաղվում։ Եվ տեսնում ենք այդ կետերի մեջ այնպիսի կետեր կան, որ հստակ վերաբերում են եկեղեցու ներքին կյանքին, իսկն ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության, այսպես ասեմ, եկեղեցու ներքին կառավարման, բարեփոխման հարցերին, եկեղեցուն արտաքին կոպիտ միջամտություններով չէ, որ պետք է բարեփոխվի, եկեղեցին ապրում է, գործում է եկեղեցու կանոնների, օրենքների համաձայն եւ իրենք չէ, որ պիտի բարեփոխեն, մանավանդ որ տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի կոմպրոմատների միջոցով իրեն միացած այդ հակաեկեղեցական շարժման անդամների ոչ քրիստոնեական վարքը, բարքը, կենցաղը, իրենք չէ, որ պիտի ուխտապահ հոգևոր դասին ամենայն հայոց կաթողիկոսից օծյալ գահակալից սկսած, որը մեր եկեղեցու առաջնորդն է, մեր հոգևոր հայրն է, որը ղեկավարում է եկեղեցին Սուրբ Հոգու առաջնորդությամբ եւ ուխտապահ հոգևոր դասից բարեվարքությամբ զբաղվեն։ Ես իրենց խորհուրդ կտամ զբաղվել սեփական վարքով, բարքով մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խոսքի համաձայն, որ ձեր աչքի միջի գերանը տեսեք, այլոց աչքի միջի շուղը տեսնելու փոխարեն։